Առաջիկա տարին չափազանց պատասխանատու է լինելու Հայաստանի համար։ Մեր երկիրն ժամանելու աշխարհի առաջատար պետությունների առաջնորդներ Հայաստանում կայանալու են աննախադեպ միջազգային եւ պետական միջոցառումներ։ Առաջիկայում Թուրքիայի հետ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան կբացի սահմանը այս փուլում երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս իրադարձությունները կփոխեն ամբողջությամբ մեր տարածաշրջանի անվտանգության պատկերը, ճարտարապետությունը։ Այս փոփոխությունների հիմքում օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններն են։ Դրանք մեզ համար նոր անվտանգության համակարգի մեկնարկ են, երբ խաղաղությունը պահվում է ոչ միայն զինվորով, այլև դաշնակիցներով, տնտեսությամբ, տրանսպորտային կապերով, միջազգային իրավական երաշխիքներով եւ պետության կանխատեսելի քաղաքականությամբ։ Հենց դրա համար Հայաստանին պետք է այս համաձայնությունները սպասարկող քաղաքական վերնախավ։ Մեր քաղաքական միջավայրից պետք է ուղղակի դուրս մղվեն բոլոր նրանք, ովքեր դեմ են օգոստոսի 8-ի համաձայնություններին, որովհետև մերժել դրանք նշանակում է փակել Հայաստանի առջև հնարավորությունների դուռը եւ գործել հակառակորդի օգտին։ Մեր գլխավոր անելիքն է ստիպել, որ իշխանությունը լինի հետևողական, արագ եւ որակյալ, ձեռք բերված Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրականություն դարձնելու իր հանձնառության մեջ։ Ուժեղ պաշտպանունակությունն այսօր միայն դատարկ զենքը չէ, դա խելացի բանակն է, տեխնոլոգիան է, վերապատրաստված պահեստազորն է, դիմադրողունակ հասարակությունն է եւ միջազգային գործընկերների հետ աշխատող վստահելի պետությունն է։ Սա է խաղաղության իրական ճանապարհը, ամեն օր արվող աշխատանքի հետևողական ճանապարհը։